Սիրելիներս, ուզում եմ մի հրաշալի փառավոր վկայության մասին պատմել, որը կապված է մի քահանայի հետ, Աստծո մարդու հետ, ու երբ որ ինքը վատառողջ է լինում, գնում է հիվանդանոց, ու ոնց որ բժիշկները տեսնելով իրան նայում են ու հետազոտում են ու ցույց է տալիս դիագնոզը, որ նա քաղցկեղ է, ու նրան տալիս են մի քանի ամիս ժամանակ ուղղակի, որովհետև քաղցկեղը հենց շատ տարբեր ճյուղավորված, այսպես մետաստազներով ճյուղավորված է լինում, ու այս քահանան վերցնում է այս դիագնոզը, որ տալիս են, գալիս է տուն ու կնոջը խնդրում է ու ասում է, խնդրում եմ, որպեսզի ինձ ոչ մեկ չանհանգստացնեն, ես ուզում եմ առանձնանալ, ու մտնում է սենյակ, ու իմանալով, որ Աստվածաշունչն ասում է, որ Աստված մարդուն տվել է մինչև 120 տարեկան կյանք։ Այն մյուս տեղն ասում է, Աստված տվել է մարդուն կյանք, ասում է, մարդ ապրում է մինչև 70 տարեկան, իսկ 70-ից հետո Աստծո ողորմությունով։ Ու ինքը լինում է երիտասարդ այս քահանան։ Ու հետաքրքիր է, որ նա սկսում է Աստվածաշունչ կարդալ այն բոլոր տեղերը մեջբերելով իր վրա կանչելով, որտեղ որ խոսում է Աստծո բժշկության մասին։ Ու սկսում է, որովհետև առաջ Պետրոսի մեջ գրված է, որ ասում է Հիսուսի վերքերով մենք բժշկված ենք։ Ու սկսում է կարդալ Հիսուսի անունով, կանչում է իր վրա, Հիսուսի անունը կանչում է իր վրա, այն բոլոր գործերը, ինչ որ Աստված արել է իր կյանքի մեջ։ Այն բոլոր գործերը, որտեղ որ գրված է Աստվածաշնչի մեջ, որ Հիսուսի վերքերով մենք բժշկված ենք։ Ու գիտեք, երրորդ օրը նա հասկանում է, որ նա արդեն բժշկվել է, որովհետև Աստծուց խոսք է ստանում։ Գնում է հիվանդանոց ու ասում է, խնդրում եմ, որ ինձ նոր ձևի հետազոտեք։ Իհարկե, նրանք ասում են, որ դե մեր 3 օր, 4 օր առաջ են քեզ հետազոտել, հիմա կարիք չկա, ասում է, խնդրում եմ, նկարեք ինձ։ Ու երբ որ նկարում են նրան, բժիշկները տանում են ուրիշ ապարատներով են նկարում, որովհետև իրաց աչքերին չեն հավատում։ Ու գիտեք ինչն էին տեսնում, երբ որ այն օրգանի վրա, երբ որ այսպես արտահայտիչ սև գունդ է եղել, որտից որ մետաստազներն է տարածված եղել, գիտեք, այս նույն օրգանը նայելով տեսնում են սպիտակ, պայծառ ու մի երես է տպված այս օրգանի վրա։ Ու այս բժիշկները ուղղակի ապշած ու այսպես արտասունքներ իրաց աչքերից դուրս են ելում, ասում են, մենք իրականում մեր աչքերին չենք հավատում, էս ինչ է կատարվել քո հետ։ Ու գիտեք ինչ է կատարվել, Քրիստոսի երեսն է տպվել այս օրգանի վրա, կանչիր Քրիստոսի անունը քո կյանքիդ վրա և Տիրոջ փառքը կտեսնես, կարդա Աստվածաշունչ ու հավատա Աստծո խոսքին, ու դա իրականում դու անցնում ես այս նեղ ժամանակաշրջանի մեջ։ Գրիր մեզ, մենք կաղոթենք քեզ համար, Աստված քեզ շատ օրհնի, իմացի Քրիստոսի վերքերով հիվանդները բժշկված են, ու եթե դու անցնում ես այս հիվանդության միջով, դու բժշկված ես Հիսուսի զորավոր անունով, ամեն։